Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում նոյատապանն է, տաղավարում հյուրընկալել են Պաշտպան հայրենաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Նոյատապանի հետևորդներին հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյատապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Այսօր արդեն հանդիպում ենք հետընտրական Հայաստանում։ Պարոն Սաֆարյան, ընտրություններին մասնակցել եք, ընթացքը ինչպես է գնահատում եւ անդրադառնանք նաեւ ընտրությունների արդյունքներին։ Ամբողջ համացանցում քննարկվում է հետեւյալ թեման. մանդատները վերցնելու եւ չվերցնելու հարցն է դնում ընդդիմության ընտրողը։ Ընդդիմության ընտրողները հայտարարում են, որ մենք իրենց ընտրել ենք ավելի շատ տեսնելու որպես իշխանություն, կամ որպես պատգամավոր կամ Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն։ Այս հարցը ինչպես է լուծվելու։ Սկսեմ ձեզանից, Տիկին Մարի, բա դուք այդքան փորձված լրագրող, ասում եք ամբողջ համացանցում։ Դա հանրային կարծիքն է, որը մենք Ես կասի հանրային կարծիքի որոշակի մի մասը, բայց ոչ ամբողջ համացանցում, որովհետև ասենք ակնհայտ ճշմարտություններ եւ իրողություններ կան, որ ասենք դա նույնիսկ քննարկման ենթակա չի։ Այսօր մեր ճակերտավոր իրավապաշտպանները եւ դատապաշտպանները քիչ է մնում Գագիկ Խաչատրյանին եւ Աղվան Հովսեփյանին դարձնեն քաղաքական բանտարկյալներ։ Ընդունենք, որ եղել են վրիպումներ, թերացումներ, միգուցե ոստիկանների կողմից ձայնի բարձրացում եւ այլ։ Ընտրությունների հետ կապված ես ասեմ հետեւյալը։ 2021 թվականի հունիսի 20-ի համապետական ընտրությունները եւ 26 թվականի հունիսի 7-ի համապետական ընտրությունները Նորագույն Հայաստանի պատմության մեջ այն է 1991 թվականից առ այսօր դրական առումով, թափանցիկ առումով ժողովրդավարության տարին ու ոգուն համապատասխան լինելու առումով զուգահեռներ չեն կարող անցկացնել։ Պատմության մեջ չկա մի բան, որ ասեն ոչ թե իշխանությունն է փող բաժանել, այլ ընդդիմությունն է փող բաժանել։ Այն էլ փաստերն անգամ ակնհայտ են, որ դուք լավ գիտեք, մեր մեդիա հարթակները եւ տարբեր սոցիալական ուղղության, իրազեկվածության տարբեր կազմակերպություններ շատ լավ գիտեն, որ ինչ է կատարվել։ Այլևս չեմ խոսում ավելի հարատավոր երևույթների մասին, մի քանի օրվա ներգաղթ, որը կարող էր վերացնել դրված էր Հայաստանի Հանրապետության լինել չլինելու հարցը։ Դուք պատկերացնում եք, որ մեր կառավարությունը, եթե հանկարծ այսպես 2 օր շարունակվեր, պիտի առնվազն մի 100,000 մարդու հռչակեր persona non grata Հայաստանի Հանրապետության համար։ Եվ սա այն դեպքն է, երբ որ ես ասում եմ, Սփյուռքը մեր համար դարձել է խոց Ռուսաստանում, Գլենդելում, եւ նաեւ քաղցկեղածին, եւ նաեւ քաղցկեղ է դարձել մեր ժողովրդի համար։ Ընտրությունների ուրեմն արդյունքները եւ իրավական լինելը եւ օրինականությունը քննարկել, ես կարող եմ ասել, դա կարող է անել միայն կույր եւ անուղեղ մարդը։ Վերջին հաշվով հարցազրույց է տալիս ձեզ մի մարդ, որը ունի առնվազն 36 տարվա համապետական ընտրությունների փորձ եւ այն էլ պիտի ասեմ մի քիչ էլ ինքնագովազդով ասեմ, որ որևէ միտեղ սայթակում չեմ ունեցել։ Ես կարծում եմ, որ երբեք չի կարող այս ընտրությունները դառնալ հարցական առարկա եւ ուրեմն պետական օրենսդրական մարմիններում կլինի սահմանադրական դատարանը, կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ազգային ժողովը եւ թե նաեւ եվրոպական կամ չգիտեմ միջազգային տարբեր կազմակերպությունների քննարկման թեմա, որովհետեւ բոլորս գիտենք, որ fact checking-ը, չէ, փաստերի ուսումնասիրման գրասենյակը րոպե առ րոպե, ժամ առ ժամ, օր առ օր
հայտարարություններ է տարածում, թարմացնում է իրազեկվածությունը, թարմացնում է լուրերը եւ այլն։ Բայց այնպես չէ, որ կեղծիքներ, ոչ թե կեղծիքներ, խախտումներ չի եղել, պարոն Սաֆարյան, այդպես հարթ չի ընթացել ամեն դեպքում։ Խախտումները եղել են, անշուշտ։ Խախտումները, եթե ասում ենք ուղղորդում է եղել, եթե ասում ենք կրկնակի քվեաթերթիկներ են եղել, եթե ասում ենք մի քանի ազգանուններ եղել են այդ հասցեում կրկնակի եւ այլը, այդ բոլորը միասին ես ձեզ համոզված ասում եմ, որ չի կարող 100-ից ավել լինել։ Նույնիսկ ես դա ռեկորդային թիվ եմ ասում, 1-2 տասնյակ կարող է լինել։ Այսինքն դուք մոռացել եք, որ ինչ էր կատարվում համապետական ընտրությունների ժամանակ այս ընտրություններին հանրությունը գնացել էր, որպեսզի մենք անցյալի կրկնությունը չանենք, չէ՞։ Մենք ուզում ենք այդ փոփոխությունները լինեն, որ արդեն 8 տարի է մեր ժողովուրդը գնում է ընտրությունների միայն ու միայն մեկ սկզբունքով, մեկ մոտեցմամբ 100%-ով համոզված լինելով, որ անցյալը այլևս անցյալ է։ Անցյալի կրկնություն չէր կարող լինել այս ամեն դեպքում խախտումներ եղել են։ Խախտումներ եղել է, ասենք ճնշումներ եղել են, պարոն Սաֆարյան, ձերբակալություններ, խուզարկություններ։ Լավ, ես ինչ ասեմ։ Կաշառքի դեպքերը, երբ որ ի հայտ են գալիս, բացահայտում է իրավապահ մարմինների կողմից։ Դուք համարում եք, որ դրանք օբյեկտիվ եւ ճշմարիտ տեղեկատվություն է։ Կաշառքը։ Կաշառքի հետ կապված։ Ուրեմն, եթե հանկարծ քննարկվի օրինականության խնդիրը եւ նաեւ կատարված իրավախախտումները եւ այլը, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ իրավապահ մարմինները խորանան իրենց ուսումնասիրությունների եւ իրենց իրավասության շրջանակներում, ուրեմն կաշառքի դեպքերը նվազագույնը լինելու են 10 անգամ ավել։ 10 անգամ ավել։ Ռուսաստանից եկածների եւ ուղղորդման դեպքերը լինելու են 20 անգամ ավել։ Այլևս չեն խոսում այլ երկրի կողմից սպառնալիքները, սարսափները, գյուղացիների հոգեբանության հոգեկան ներաշխարի վրա ազդելը, չէ, ուր եք ուղարկելու ձեր վարունգը, ուր եք ուղարկելու ձեր լոլիկը, սպասող ծիրանի բերքը եւ այլը, դա այո, ազդել է ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Ես դա ձեզ ասեմ։ Հիմա ինձ ասում են նախորդ ընտրությունների հետ համեմատած շուրջ 250,000 ավել ընտրողներ են եղել։ Այո, եղել են, որովհետեւ նվազագույնը Ռուսաստանից են եկել տասնյակ հազարավոր ընտրողներ, մեծ դեր է խաղացել կաշառքը եւ նաեւ մեր հայրենակիցները, բռնի տեղահանվածները, որը ունենալով քաղաքացիություն մի քանի 10,000-ով ավելացել են։ Հիմա այլևս ակնհայտ է դառնում, որ այն ուժերը, որոնք ֆինանսավորվել են դրսից, այն ուժերը, որոնք ֆինանսավորվել են դրսի օլիգարխիկ զանգվածների կողմից, ես նկատի ունեմ միասնության թևեր եւ նման կազմակերպություններ, զբաղված են եղել միայն ու միայն շահադիտական նպատակներով մարդկանց իրենց կողմը քաշելով։ Այսինքն ինչ է նշանակում, կաշառք կարելի է բաժանել, կարելի է մարդկանց տարբեր կարգի շահագրգիռ խոստումներ տալ, կարելի է հզոր պետության լարել սեփական հայրենիքի դեմ պետականությունը կորցնելու համար, վարչապետը չի լարել այդ հարաբերությունները եւ իշխանական եւ վարչական ռեսուրսների, չգիտեմ, գերազանցումը ասեմ, թե չգիտեմ, այն որ իրավապահ մարմինները գործել են 100 պատշաճի ամբողջ օրենքի տարին ու ոգուն համապատասխան, դա համարել իրավունքների ուրեմն վերազանցում, հա, ես ձեզ հարց եմ տալիս, հարցին ձեր հարցով եմ տալիս, վարչապետը ցավոք սրտի ես այլևս չեմ կարող տանել վարչապետի ավելորդ հանդուրժողականությունը եւ ներողամտությունը։ Դուք պատկերացնում եք, ասենք, երբ որ խոսք էր գնում, որ քաղաքական ուժերից մեկի ղեկավարը, այսպես կոչված քաղաքական ուժերից մեկի ղեկավարը, որովհետեւ այնտեղ քաղաքականություն չկար, որ ուժ լիներ, ասում էր Ալեքսանդր Գրիգորիչ Լուկաշենկոն իմ ընկերն է, եթե ես նրանց ցանկություններն եմ կամ լրտեսություն եմ անում, թող չնայած նրա երկրորդ համարը լրտեսությամբ ձերբակալված է, չէ, կալանավորված է, թող ասում է, ես ինքս ինձ հրապարակում ինչ կանեմ, կգնդակահարեմ, դա արդեն նրա որ երրորդ խոստումն է, չէ, երթումն է։ Եթե ես սուտ եմ ասում, թող գա մտնի մեր առույցի վանդակը, հա, նայել առույցի վանդակը։ Դուք պատկերացնում եք, մեկ ուրիշ դեպքում, ասենք լիներ հակառակը, այդ ուժի ղեկավարը լիներ վարչապետ,
չնայած դա պատկերացնելու բան չի, որտեղ ես դա ասում եմ երևակայության դաշտից, դա չի կարելի պատկերացնել, որ կարող էր այդպիսի արժեհամակարգ ունեցող լինել վարչապետ եւ Նիկոլ Փաշինյանը լիներ ընդդիմադիր վարչապետի տեխնացու։ Դուք պատկերացնում եք ինչ կկատարվեր։ Ընդամենը նա ասել է այո, ընտրություններից Պարոն Սաֆարյան, ներողություն եմ խնդրում, հենց այս նմանատիպ պատկերացումներով մենք շարունակեցինք մեր հանրությանը սնել։ Եթե նախկինները լինեին այսպես կլիներ, եթե նախկինները այնպես։ Չէ։ Ինչու մենք չենք կարողանում դուրս գալ։ Հիմա ես ասեմ ձեզ հետեւյալը։ Վարչապետը, ոչ միայն վարչապետը արձակուրդի մեջ էր, քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական առաջնորդը եւ ոչ միայն քաղաքական առաջնորդը, այլև նրանց, պիտի ասեմ, արժեհամակարգը մարմնավորողը, դա այդպես է, որովհետեւ այդ գործի մեջ, իրենց հաջողության մեջ Արուձի բաժինը դերը խաղացել Նիկոլ Փաշինյանի աշխատասիրությունը, քարոզչական գործարքները եւ նրա խարիզմատիկ լինելը եւ նրա այն մեծ գաղափարը եւ նրա այն մեծ ուրեմն արժեհամակարգը, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չի եղել պետությունը պաշտող, պետությանը նվիրյալ մոլերանտ գործիչ, ինչպիսին եղել է Նիկոլ Փաշինյանը։ Ամբողջ խորհրդային ժամանակահատվածի 70 տարվա մեջ այդպիսի գործիչներ մենք ունեցել ենք հանձինս Ալեքսանդր Մյասնիկյանի, հանձինս Գրիգոր Հարությունյանի, հանձինս Յակով Զարուբյանի, ինչու՞ չի նաև Աղասի Խանջյանի։ Ես դա կարող եմ ասել։ Հիմա ուզում եք ասել եւ արձանագրում ենք, որ ընտրությունները անցել են թափանցիկ, առանց խիտ միջադեպերի։ Ինչ եք կարծում, մի 10 հոգանոց ընտանիքում, բազմանդամ ընտանիքում երեկոյան թեյի սեղանի շուրջը նստած առնվազն 2 տարակարծություններ լինում են։ Այն տարակարծությունները եւ այն միջադեպերը, որը եղել են իշխող ուժի կողմից եւ վարչական ռեսուրսի կիրառման տեսանկյունից բացարձակապես ոչ մի դեր չեն խաղացել։ Մեղրի զորամասի հետ կապված ինչ կարող եք։ Ուրեմն գիտեք ինչ կա, եթե զորամասը գնում է ընտրության, ես երեք եւ մյուս օրը մի քանի գեներալների հետ եմ հանդիպել եւ իրենք ինձ ասել են, որ նախկինում ինչպես էր գնում ընտրությունները։ Եթե զորամասը գնում է ընտրության, կամ խմբով են գնում, կամ, չգիտեմ, մարդկանց նախապես ասում են, որ պիտի գնաք ընտրության։ Այսինքն ով որ բանակային կառուցվածքին, զինվորական ստորաբաժանումների կառուցվածքին եւ առօրյային տեղյակ է, իրավունք չունի ասելու, որ մեղրի զորամասը կամ չգիտեմ տարբեր զորամասեր ուղղորդվել են։ Այսինքն ուշ են բերվել։ Լավ, ուրիշ բան եմ ասում։ Բալավ զինվորը տեսնելով այդ շվեդական սեղանը, այդ հագուստը, այդ աշխատավարձերը, պետության կողմից մոտեցումը, ինչ եք կարծում, այդ զինվորը ուղղորդման կարիք ունի թե չէ։ Այդ զինվորի հանդեպ սուբյեկտիվ մոտեցման կարիք կա թե չկա, որպեսզի պաշտպանության նախարարը կամ չգիտեմ, բանակի որոշակի իրավասու շրջաններ թույլ տան իրենց կանչեին քարոզչություն անեին։ Նույնը նաև քարոզչություն չի եղել, բայց 8-ից քանից պակաս նոր բերվել է տեղամաս, սա է քննարկվում, որ դա այսինքն ինչ Ժամ 8-ին պետք է փակվի։ Այո, 8-ից քանի պակաս եկել են, ինչ կա տեղ։ Դե, այստեղ է թեման։ Ինչու 8-ից քանից պակաս։ Հնարավոր, ասենք, դա արդեն այնպիսի մի նեղ շրջանակի խոսակցություն է, որը կապ ունի անմիջապես երկրի անվտանգության, պաշտպանողության հետ, այնպես որ կարող եմ ես ասել, որ դա քննարկման թեմա չի, եւ ես պիտի ասեմ, եթե մեր ընտրությունների վրա կարող են ստվեր գցել, ապա ստվեր են գցել միայն բաժանված կաշառքները, ստվեր են գցել շանտաժը, ստվեր են գցել լրտեսությունը, օտար երկրների ծառայությունը, ստվեր են գցել Ռուսաստանի ժամանակ ճակերտավոր հայրենակիցները մեր, եւ ես ասում եմ, կառավարությունը պիտի չեղարկի երկքաղաքացիության մասին օրենքը, կառավարությունը նաև պիտի անպայման Այսինքն դասեր պետք է խաղենք պարտադիր նրանք այդպիսի մարդկանց պիտի հռչակվեն մեկ միշտ պերսոնա նոն գրատա։ Իսկ գալով մեր այսպես ասած ընդդիմության դաշտի 3 ուժերին վարչապետի երբեք այդ տերմինաբանությամբ չեն բառաշնորթվի, պետության մեջ կա մի օրենք, որը կոչվում է աստրակիզացիա, եւ դա պիտի լինի խեցեվճերը,
այդ մարդիկ իրավունք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կոչվել։ Դե գիտեք, ինչ շատ դեպքերում ասում են Ղարաբաղը ծախողին գնացել քվեարկել եք, օրինակի համար եմ ասում։ Գիտեք, Ղարաբաղի թեման փակողին են քվեարկել։ Ղարաբաղի թեման փակողին են քվեարկել։ Ղարաբաղյան շարժումը փակողին։ Ղարաբաղյան շարժումը փակողին են քվեարկել։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահները եւ այսօրվա քաղաքական ուժերի ղեկավարները, որոնք երեք մասնակցել են որպես ընդդիմության 3 ղեկավարներ, Արցախյան շարժման սկզբնավորման հետ բացարձակապես կապ չունեն։ Նրանք չգիտեն ինչ է Արցախյան շարժումը։ Եվ ես պիտի ասեմ ավելին, պետության արժեքը այդ 3 ուժերը չեն հասկացել։ Մարդիկ արժեհամակարգ չունեն, իմանան ինչ է նշանակում պետականություն։ Հայաստան դաշինքի շատ վատ է լինելու, եթե անցներ Հայաստան դաշինքի ղեկավարի պարագայում ես ասեմ, որ ինքը անգլերեն մի տերմին կա, որը կոչվում է human hatred, հա, մարդկային ատելություն։ Այդ մարդու համար մարդը քաղաքացին արժեք չունի։ Ես ասում եմ 100% ճշմարտություն, բառից բուն իմաստով։ Այդ մարդու համար արժեք չունի։ Այո, եթե հանկարծ ընդդիմության որոշակի ուժեր փորձեն ընտրությունների արդյունքների վիճարկման կեղծ պատրվակի տակ փորձեն հրահարել սադրանքներ, ես ասում եմ, մեր պետությունը այնքան ուժեղ է զուտ իրավունքի գերակայության տեսանկյունից եւ այնքան քաջություն ունի, որ բնում կխեղդի այդպիսի սադրիչ գործողությունները, որովհետեւ դրանք ունեն հերուն գրացող նպատակներ, այն է կործանել պետականությունը։ Ուրեմն եթե ընդհանրացնենք, ես ասեմ, պետականության հանդեպ մոտեցումը խաղաղության եւ անվտանգության ուրեմն կիրառելիությունը Հայաստանի սահմաններում, բյուջեի հանդեպ ճիշտ մոտեցումը, ոչ թալանչիական մոտեցումը հաղթեց։ Եվ ես դեռևս պիտի շատ մանրուքներ եմ, բայց ես պիտի ասեմ, քանի որ մեր ժողովուրդը նաև ցուցաբերեց իր մոտեցումը այսպես կոչված ընդդիմադիր ուժերի նկատմամբ, ես այո, արդեն նոր իմ մեջ վերլուծություններ եմ անում, գիտակցում եմ, որ ինչու մենք պարտվեցինք Արցախյան 44 օրյա պատերազմում։ Մեկ այլ բան էլ ասեմ, սա ավելի ցնցող է, ես նաև որպես մարդ տեսա, որ ինչու նաև ընկերական շրջապատում եւ նաև տարբեր քաղաքական ուժերի շրջապատում տեսա ուրեմն երախտամոռությունը եւ նվիրվածությունը եւ մարդու վստահությունը ընկերոջ հանդեպ ինչպես կարող է դա չարաշահվել, որտեղ մարդիկ սրտանց մարդկանց հետ ընկերություն են անում եւ բանից պարզվում է, որ մարդիկ ոչ թե մարդկանց հետ են ընկերություն անում, այլ թունավոր օծերի հետ են ընկերություն անում, բայց սա այլ թեմա է, ես ուղղակի լինելով բավականին հասակ առած անձնավորություն, չէ 60 անձնավորություն, ես նաև ականատես եղա այնպիսի աղաղակող անբարոյական երևույթների, որ երբեք իմ մտքով չեր անցնի այդ երևույթները։ Մի խոսքով եղավ այն ինչ որ պիտի լիներ։ Հիմա եթե ասում են Ղարաբաղյան թեման փակողը, Արցախյան պատերազմում պարտվողը, չգիտեմ եւ այլ, Արցախ-Ադրբեջանի մաս ճանաչողը, նո դա այլ թեմաների հարցազրույց է, դուք նաեւ գիտեք իմ կարծիքը դա ինչպես է եղել։ Դուք պատկերացնում եք այդ քաղաքական ուժերը, ինչքան նողկալի, ինչքան արգահատելի, ինչքան ձաղկելի, ինչքան այորուշտ, ինչքան մարդատյաց ուժեր են, որ նժարի վրա դնելով իմ նախորդ չէ բնութագրումները եւ սրանք ժողովուրդը գնաց ընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանն էլ է արտահայտվել։ Ինչ է արտահայտել։ Որ պատերազմից հետո ինքը նույնիսկ ապշել էր, որ ժողովուրդը նորից ընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին ունեցել է։ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի արտահայտվել, որ ինչպես եղավ հոկտեմբերի 27-ին, երբ գլխատվել է ազգային ժողովը եւ Հայաստանի կառավարությունը, եւ երբ եղել է մարտի 1, երբ եղել է առագաստի դեպքերը, երբ որ եղել է նրա ցինիկ արտահայտությունները, որ Հայաստանից միայն Վազգեն Սարգսյանն է Արցախին օգնել, դուք չեք տեսնում, որ ասենք նման մարդը ոչ բարոյապես,
ոչ մարդկայնորեն, ոչ իրավական հարթության մեջ իրավունք չունի։ Նման մարդու եւ նման ընտրության արդյունքները այլ են, պարոն Սաֆարյան։ Ինչպես? Կան մարդիկ, ընտրության արդյունքները այլ են։ ինչ են։ Հայաստան դաշինքը ունի ընտրազանգված, միշտ ասում ենք այդ մասին, եւ այս անգամ էլ 1998 թվականից հիմա ես անեմ մի հայտարարություն, որի համար հետագայում ես չեմ զղջալու։ 1998 թվականից սկսած առ այսօր Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածի չափը թվականակը 1998 թվականի մարտից առ այսօր Ռոբերտ Քոչարյանի ներառյալ հունիսի 7-ի ընտրությունների երեկվա Ռոբերտ Քոչարյանի էլեկտորատի քանակը ընտրազանգվածի թիվը երբեք չի փոխվել։ Նկատի ունեք ոնց եղել, այնպես էլ այսքան տարիների ընթացքում մնացել է։ Այսինքն ինչքան է 80.000, հա, 100.000, հա, թե 150.000, հա։ Դա ուրեմն դա եղել է նույնիսկ այսօրվա 42952 երեկվա Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների Հայաստան դաշինքին ձայն տված, որտեղ այնտեղ նաև հայ-հեղափոխական դաշնակցությունն էլ կար, ուրեմն նրան ձայն տված ընտրազանգվածի թիվը երբեք դրանից չի անցել։ Եվ շուտով դրա մասին էլ կլինեն հայտարարություններ, կլինեն վերլուծություններ եւ ոչ միայն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունները 1996 թվականին նաև Սերժ Սարգսյանի կողմից երկու ընտրությունները, երբ որ նա բազմեց նախագահի աթոռին 2008 եւ 2013 թվականներին։ Կոնկրետ հստակ կերպով ես ասում եմ Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածի թիվը, ընտրողների թիվը երբեք այդ թվականակից չի ավելացել։ Ես ձեզ ասում եմ հստակ հաշվի առնելով այն 100,000-ով ընտրախեղդումները, հաշվի առնելով այն շանտաժները, հաշվի առնելով այն բռնարարքները, հաշվի առնելով նաև շուրջ ամեն ընտրության ժամանակ համապետական 800,000-ից 1 միլիոն կեղծ քվեատեշտիկների լրացուցիչ տպագրվել է։ Ուժեղ Հայաստանի արդյունքների մասին ինչ կասեք։ 335,144 ձայն, ընդ որում միգուցե մեր Քոչարյանից ավել, միգուցե մեր չէ, որ պիտի ուժեղ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանից ոչ թե 2 անգամ ավել, այլ 5-6 անգամ ավել ձայն ունենար, ես դա երբեք չեմ վիճարկի։ Այստեղ դեր է խաղացել նաև Սամվել Կարապետյանի նախկին գործունեությունը, բարեգործությունների մասին է խոսքը։ Նաև ես կասեի բարեգործությունը, նաև ես կասեի նրա գործունեությունը, ինչ որտեղ նաև նրա տնտեսական գործունեության, ասենք, իմպուլսիվ իմիջը, գիտեք, բայց երբ որ տեսնում ենք, որ մեր երկիրը խիստ կարիք ունի stock taking-ի, չէ՞, ինչպես են ասում, գույքագրման, ապա նաև այստեղ էլ մենք հետագայում կհամոզվենք, որ այստեղ էլ է փուչիկ։ Ուրեմն պիտի ասեմ, որ այո, բայց համեմատած Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածի հետ դա լիովին տրամաբանական է, դա տեղավորվում է մարդկային տրամաբանության մեջ եւ ես չեմ զարմանա, եթե նա լիներ 5 անգամ ավելին, այստեղ նաև դեր է խաղացել ռուսական սպառնալիքները, այստեղ նաև դեր են խաղացել կաշառքը, այստեղ նաև դեր են խաղացել մի քանի տասնյակ հազարավոր ճակերտավոր հայերի վերադարձը մեկ օրով, երբ որ վարչապետը հորդորում է, որ գոնե մի երկու օր մնացեք, մաքրոց շնչեք, այստեղ դեր են խաղացել ուրեմն կաշառքը, ասացի, դեր է խաղացել պետության հանդեպ խաչակրած արշավանքը այլ պետության կողմից, փափուկ ուժի դրսևորման տարբեր մեխանիզմներով կամ հայբրիդային պատերազմ, հայբրիդային սպառնալիքը, որ ասում են, սա է, որովհետև ասեմ, լրտեսական ցանց հիմա ավելին պիտի ասեմ, եթե լրտեսական ցանցի մեջ են ընդգրկված տասնյակ հազարավոր ընտրողներ, եթե կատարում են օտարերկրյա քաղաքական վերնախավի հրահանգներ, ապա նրանց միայն ու միայն կարելի է բնութագրել որպես պետական դավաճաններ, high treason, չէ, այդ տերմինը շատ տեղին սազում էր նրանց եւ առաջ գնալով էլ ես պիտի ասեմ իմ համար ոչ մի տարբերություն չկա, կամ մանկապեղծները,
կամ կաշառք վերջնողները, որտեղ կաշառք վերցնելով նրանք վերջնականապես թաղում են իրենց վաղվա ապագան, իրենց երեխաների ապագան, մի անգամ էլ ասել եմ, Ռոբերտ Քոչարյանի ցանկում էլ կան նախարարներ, որոնք նաև մանկատներ են վաճառել։ Եթե Երևանի քաղաքապետերը, Երևանի կենտրոնը մանկապարտեզներ են վաճառել, ապա դա ոչ մի բանով ես գտնում եմ, որ նրանց ընտանիք պետք չի։ Մարդուն գործեր են հարուցված եւ Ինչպես այո, ես գտնում եմ, որ նրանց ընտանիք պետք չի, նրանց թորներ պետք չի, եթե վերադասը կարող է մանկատունը վաճառել եւ օգտագործել իր նեղանձնական նպատակների համար, ապա դա մանկապղծությունից ոչնչով չի տարբերվում։ Այնպես որ սա է, եւ ես ինչու համար ասեցի, որ ավելի քան նոր Հայաստանի նորագույն պատմության մեջ մենք չկա մի ղեկավար, որ իր պետական մտածելակերպով կարող է հավասարվել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելին ասեմ, նույնիսկ այդ ղեկավարները չեն իմացել, որ նրանք պետության ղեկավարներ են։ Արման Թաթոյանը կարծիքի ասում է, որ Նիկոլ Փաշինյանի այդ հապճեպ հայտարարությունը, որ իրենք հաղթել է եւ կառավարություն են ձևավորում, հակասահմանադրական հայտարարություն էր, պարոն Սաֆարյան։ Գիտեք, Արման Թաթոյանը լավ կլինի հայտարարի իր գումարների ծագման սկզբնաղբյուրները։ Բայց արդյունքները դեռ ամփոփված չէին։ Ուրեմն ես ասեմ, արդեն գիշերվա ժամը 2:30-3-ին, արդեն ժամը 12-ից հետո ընտրությունների քվեաթերթիկների հաշվման եւ առհասարակ ընտրությունների ժամային տրամաբանությունը բերում էր այն համոզման, որ քաղաքացիական պայմանագիրը Համենայն դեպս անցել է խորհրդարան։ Թե ինչ աստիճանով։ Ընդդիմությունը այն կարծիքին է, որ իշխանազավթում է տեղի ունեցել։ Ընդդիմությունը ով է։ Ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին։ Կոնկրետ կարող եք Ընդ որում նույն Արման Թաթոյանը, նույն Նարեկ Կարապետյանը եւ Սամվել Կարապետյանը հայտարարություն տարածեցին, որ դեռ իրենք կխոսեն ընտրությունների արդյունքների մասին, երբ իրատեսորեն ավարտված կլինեն։ Այսինքն նրանք էլ դեռ կասկածներ ունեն, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ անմիջապես կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգ տվեց թվերը ապահովելու եւ իր հաղթանակը, այսպես ասած, ապահովելու համար։ Չէ կարող կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգ տալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգ են տվել մեր երկրի ռազմատենչ ուժերը 1990-ական թվականներին, մեր երկրի նախորդ ղեկավարները եւ գալով որ ասել ընդդիմությունը այսպես է ասում, հիմա ես կշարունակեմ։ Ես դրանց ընդդիմություն չեմ համարում, դրանք դրսի ուժերի թելանք դրանքով գործող հակապետական լրտեսական ցանց են, ներդրված որպես ականներ մեր երկրի ուրեմն հիմքերում եւ ես պիտի ասեմ ընդդիմություն բառը, որը շատ մեծ արժեք ներկայացնող բառ է, եզրույթ է, ես չեմ օգտագործի իրենց հանդեպ իրենց վերաբերյալ ընդդիմությունը։ Արման Թաթոյանի պարագայով իմանալով նաեւ այդ մյուս իրեն գործընկերոջը Դավիթ Անանյանին, ես պիտի ասեմ, որ նրանք իրավունք չունեին այդպիսի բան ասելու բարոյական, որովհետև նրանք կարող են առաջնահերթ կերպով ցույց տալ իրենց գումարների, կուսակցության գումարների ծագման աղբյուրները։ Եվ սա իլի։ Արման Բաբաջանյանի հետ ես պիտի ասեմ, որ բացի բարև լույսից այլ հարաբերություններ չունեմ, բայց այն, որ Արման Բաբաջանյանը մեծ բանավեճի ժամանակ քաղաքական ուժերի ղեկավարների այդ բանավեճի ժամանակ, վերջին բանավեճի ժամանակ ոնց որ պետք էր անդրադարձավ հացբերողի մահվանը եւ առհասարակ Արման Թաթոյանի գործունեությանը, դա իմ համար մի գերազանց գնահատական էր։ Դա իմ համար եւ տեսեք, մի բան ասեմ, եւ Ռոբերտ Քոչարյանի պարագայում եւ Սամվել Կարապետյանի պարագայում հիմա բացի հայտարարում եմ եւ նաեւ Գագիկ Ծառուկյանի պարագայում մեր ժողովրդի արձագանքը, ինչպես ասում են, չէ, ֆիդբեքը, չէ, արձագանքը պիտի ասեմ համարժեք էր, ուղիղ համեմատական էր։ Այսինքն ընտրությունները ամեն ինչ ասեցին միանշանակ եւ ես շատ դեպքերում պիտի ասեմ, որ սա նաեւ պիտի ղեկավարող քաղաքական ուժի համարել շատ մտորումների ամեն դեպքում 50%-ից ավել ձայն չհավաքեց Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, տեսեք, ես մի բան ասեմ։ Ինչու ընդդիմությունը չգնաց միասնական տեխնացիով, չէ՞, հարցը չէ։ Ես համոզված եմ, որ ընդդիմության համար պետության գերակայությունը 0-ից ցածր է։ 0-ից ցածր է։
այդ գիտակցությունը, ըմբռնողությունը, որովհետև եթե հավաքվեին որոշեին ընդդիմության միասնական տեխնացու, եթե որտեղ նստած է Ռոբերտ Քոչարյանը, անկախ նրանից ինքը քաշ գիտակցում էր, որ ինքը չուներ էլեկտորատ ընտրազանգված, ապա ինքը այլ տեխնացու բացի Իրանից չէր ճանաչի։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ միասնական ընդդիմությունը, որը պայքարել է նախագահական ընտրություններում, միայն ու միայն հաջողության է հասել 1996 թվականին, չէ, երբ որ եղել է միասնական ընդդիմության տեխնացու Վազգեն Մանուկյանը։ Այն էլ այդպիսի, ուրեմն, ամբիցիաներով, չէ, բայց նույնիսկ Պարու Հայրիկյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, այն բանը մեկը կա Արամ Սարգսյան, որ իրոք հոգի են այդ կուսակցությունը, ինչպես է կոչում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, եւ այլ, Հայաստան-Արցախ կուսակցությունը, այսինքն, տեսեք, ընդդիմության մեջ պետության գերակայության մոտեցումը բացառվում է իսպառ։ Դա կասեմ նաև բանակի վերաբերյալ, դա կասեմ նաև բյուջեի վերաբերյալ, ասենք տեսնում եք Ռոբերտ Քոչարյանը խոսում է, որ Եվրամիությունը մեր ապրանքների հանդեպ, գյուղատնտեսական մթերքների հանդեպ կարող է այնպիսի չափորոշիչներ կիրառի, որ դա երբեք մեր ապրանքները Եվրոպա չհասնի։ Ինքը այդ հարցերի մասին բացարձակապես պատկերացում չունի։ Այլևս չեմ խոսում, որ մեր 3 այսպես կոչված քաղաքական ուժերի ղեկավարները ընդդիմություն չեմ ասի, բառից բուն իմաստով ինտելեկտի տեսակետից ոտաբոբիկ են, ասել եմ ու շարունակում եմ նրանց հայոց լեզվի ուսուցիչը եւ քաղաքականության ուսուցիչը կարող եմ հայմատել միայն ու միայն այնպիսի մարդու հետ, որը ասենք Տիգրան Արզականցյանն է։ Պարոն Սաֆարյան, արդյունքների վերջնական ամփոփումից հետո ինչ սցենարներ եք կանխատեսում։ Ես կարծում եմ առաջինը քաղաքական այդ ուժերի մասին ես ինձ թույլ չեմ տա կարծիք հայտնել, որտեղ ինքս ինձ շատ վիրավորական կհամարեմ, ինչ չեմ հարգի։ Ազգային ժողով կմտնեն։ Ես չեմ ուրեմն ինձ թույլ տա դրանց անդրադառնալու, որտեղ ես տեսնում եմ մեկը այնպիսի մի ընտանիքի ծնունդ է, որի ծնողը ասենք տասնամյակներ շարունակ Երևանի պետական համալսարանում կամ տարբեր բուհերում աչքի են ընկնել ռեկորդային կաշառք վերցնելու ուրեմն հատկանիշներով, մոլուցքով։ Մեկ ուրիշ այնպիսի արժեհամակարգ է, որը ասենք նախարար եղած ժամանակ միջոցների արժեվ խտրականություն չի դրել իր գրպանը լցնելու համար։ Մեկ ուրիշը հայտնի եղել այլ ուրեմն որակումներով։ Հիմա ես ասեմ, հետո անցնենք դրան, եթե թույլ կտաք։ Ինչու համար եմ ասում, պիտի նրանք հայտարարվեն persona non grata։ Մի տարի թե 2 տարի առաջ էր, որ սկսվեց հանրային քաղաքական դաշտում մի քննարկում, որ Հայաստանի պատմություն, թե հայոց պատմություն, ճիշտ եմ թե չէ։ Սա արդեն մտնենք մասնագիտական մեր անդաստանը, չէ՞, մեր հարթակները եւ ասենք, այո, Հայաստանի պատմություն։ Ինչու պիտի Բագրատունիների փառահեղ պատմությունը, Արտաշիսյանների փառահեղ պատմությունը, Վարդան Մամիկոնյանի ճանապարհը, Դավիթ Բեկի ճանապարհը, Զորավար Անդրանիկի ճանապարհը, Մոնթե Մելքոնյանի ճանապարհը, Բեկորի, Լեոնիդ Ազգալյանի ճանապարհը չափի Ռուսաստանում ծվարած այն մարդկանց հետ անցած ճանապարհով, որոնք մոտ 8 տարիները հաշվի առնելով լքել են հայրենիքը եւ ցանկացել են հունիսի 6-ին գա մեր երկիր, ձայն տան միայն մեկ նպատակի համար, որ մեր պետականությունը կործանվի։ Ձայն տան մեկ նպատակի համար, որ նրանք պիտի կատարեն օտարերկրյա քաղաքական ուժերի կամ օտարերկրյա պետությունների նրանց ճաշակին համահունչ պատվերը լինեն նրանց համար խամաճիկներ եւ արբանյակներ։ Այսինքն մենք Հայաստանի պատմությունը անպայման դարձնենք հայ ժողովրդի պատմություն եւ նրանց մեջ մտցնենք այդ մարդկանց գլենդելում ծվարած այն տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք հայրենիքի հետ կապված ոչ մի աղերս չունեն։ Բայց այդ մարդիկ այդ եւ նաեւ Մոսկվայում գումար են ուղարկում հայրենիքի համար, ձեռք են մեկնել։ Ուրեմն եթե Հայաստանում ապրեն
այնքան բնակիչ կրկնակի անգամ երրակի անգամ ավել հայ ժողովրդի զավակները հայ բնակչությունը ուրեմն մենք երբևիցե մի կոպեկի փող մի կոպեկի կարիք սփյուռքից չենք զգա հիմա էլ մենք արդեն չենք արտագաղթնել է հիմա էլ արդեն մենք այդ արտագաղթը եղել է հանրապետության 3 նախագահների ժամանակահատվածում այդ արտագաղթը եղել է հենց նրանց ժամանակ տեսեք հասարակ բանը տեսեք հիմա մենք ասում ենք այստեղից փախած քրեա օլիգարխներին մենք պիտի մտցնենք Հայաստանի պատմության մեջ հա հարց եմ տալիս ձեզ Ինչպիսի ազգային ժողով Չէ, մեկ ուրիշ արժի համակարգի մասով եմ ասում քաղաքական մյուս ուժի Բարգավաճ Հայաստանի ղեկավարը ասում է Պարտկով գարեջուր խմողները դարձել են պաշտոնյաններ Գիտեք նախորդ 3 նախագահների ժամանակ թոշակները ժամանակին չէին վճարում աշխատավարձերը ժամանակին չէին վճարում մարդիկ որոնք գնում են խանութներ եւ ծանոթներ ունեին մթերքը կամ Առաջին կենցաղային իրերը ձերք են բերում Պարտկով գրովի Իմ հայրենի Արցախում էլ է այդպես եղել Հիմա էլ կան Այո հիմա այդքան չկան որովհետեւ հիմա ժողովրդի ձերքը գումար կա Եվ նույնիսկ ես ասեմ ես Պարտկով գարեջուր խմող գիտեմ որը հետագայում դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Ես այդտեղ ոչինչ չեմ տեսնում վատ բայց իսկ ինչ է նշանակում ունենալով այդպիսի մի ստվար զանգված բայց ունենալով 50 ավելի քան գազալցման կայաններ, առանց պետության հարկերը տալու, առանց Գազպրոմին վճարելու գազի օգտագործման դիմաց, քանի որ կապված էին երկրորդ նախագահի ընտանիքի հետ, եւ ասենք մի քանի տասնյակ, եթե ոչ 100-ավոր միլիոնավոր դոլարներով վնասել մեր բյուջեն կամ պակասացնել մեր բյուջեն։ Նույն օրինակը կարող են պատմել Զանգեզուրի պղնձամելուդենային կոմբինատի ուրեմն արդիվ բայց քանի որ դուք ինձ հարց բարձրացրեցիք կապված ինչ է լինելու ես ասեցի որ ընդդիմությունը 8 տարի է ասում եմ մանդատները վայր ենք դնում հիմա է պահանջը կա արդեն ընտրողներից իրենց մի կոպեկի համար նրանք իրենց մանդատը երբեք չեն կարող վայր դնել սա մեկ երկրորդը երբ որ քիչ առաջ բացատրեցի որ միասնական տեխնացու ինչու չեղավ որտեղ նրանց հիմնական նպատակը իրենց իշխանատենչության մոլուցքն է մոլուցքը վախի մոլուցքը մի առիթով Ստայնբեկը ասել է որ իշխանությունը կորցնողների թիվ 1 պատճառը վախի մոլուցքն է երբ որ իշխանությունը կորցնի վախի մոլուցքն է եւ այդ կեղծ պատրանքներ ստեղծելը մտավորականներին հավաքելը չգիտեմ երևանցիներին հավաքելը դուք տեսաք այդ մտավորականների հավաքի ժամանակ Դուք այդ դեմքերը, հա, ես ուղղակի չեմ ուզում կրկին անգամ անդրադառնալ։ Դուք պատկերացնում եք դրանք պիտի լինեին մեր ապագա Հայաստանի կամ իրենց պատկերացրած Հայաստանի մտավորականները։ Հասկանում եք։ Պատկերացնում եք դրանք պիտի լինեին մեր մտավորականները, որոնք խոսում են Արարատսարից, որոնք 30 տարի բացի պնակալեզ լինելուց, բացի սաթելայտ լինելուց, բացի, չգիտեմ, ասենք կամակատար լինելուց այլ բան չի եղել։ Ես այս ժամանակին պատմել եմ մի նշանավոր արցախցի, Ղարաբաղցի, մի 12-14 տարի առաջ էր, ասեցի բանը, երբ գամ հանդիպման, բարևեցինք, ասի երբ գամ հանդիպման զրուցենք, ասես գիտես երևի մի քանի օրից, ասեցի ինչու, ասես գնում եմ Ռոբերտի հետ հանդիպեմ, ասի Ռոբերտ նովա, այնպիսի մի բանով հարձակվես վրես, դենք այդ իրավունք ուներ, դու մի ասա Քոչարյանին էր վերաբերվում, ես ասեցի, բայց կներեք էլի, երբևիցե եղել է, որ դուք ձեռդ խփեք որպես պատկառանքով մարդ, որպես արցախյան շարժման ռահվիրա, երբևիցե եղել է, որ ձեռդ խփեք սեղանին ասեք բավական է ձեզ, նու ռուսերեն եմ ասել, ինքը ռուսախոս էր, խվացիտ վամ, ասենք, ես տեսա, որ դա արդեն ոչ թե հոգին էր դեր խաղում, ոչ թե խիչն էր դեր խաղում, այլ նաև անձնական ուրեմն տարբեր շահի հետ կապված դրդված նա չէր կարող այդ բանը ասել։ Այո, մեր երկիրը հիմա պիտի գնա ընտրի խաղաղության ճանապարհը, անվտանգության ճանապարհը, ծնելիությանը զարգ տալու ճանապարհը, ծնելիությանը ժողովրդագրական պատկերը, դեմոգրաֆիկ պատկերը մեր երկրում անպայման պիտի փոխվի, եւ եթե մեր ժողովրդի մի ստվար հատված, որը գտնվում է արտերկրում, մեր ժողովրդի ժառանգները կուզենան
գալ այստեղ մշտական բնակություն, այդ բոլոր պայմանները կառավարությունը կարծում եմ հանձն կառնի եւ կատարի շատ պատվով։ Գալով ազգային ժողովի ապագա ուրեմն կարգավիճակին եւ մասնակցության անձերին, նրանց արժի համակարգին, ես պիտի ասեմ, նրանցից ոչ մեկն էլ մանդատը հետ չի վերցնելու, ճանաչելով նրանց մեծ մասին, որտեղ նրանք ուղղորդված ուժեր են, նրանց համար շահը եւ 700,000 աշխատավարձը ավելի արժեքային համակարգի մեջ բարձր որակ ունի, քան իրենց ընտանիքները, քան իրենց պետությունը, նրանք այդպիսի բաներ չունեն։ Հակառակ պարագայում կարծում եմ ազգային ժողովը, երբ որ սկսի իր աշխատանքը, ոչ մի խնդիր չունենալու ուրեմն բոլոր աշխատանքները առաջ տանելու համար։ Եվրոպական բոլոր հարթակները, միջազգային բոլոր հարթակները տեսել են մեր երկրում ինչպիսի ընտրություն է կատարել, ավելին ասեմ, մտել է Լևոն Շանթի անվան դպրոցը, որը տեղակայված էր այդ տեղամասը կենտրոնի Ալեք Մանուկյան փողոցի վրա, եւ դուրս գալուց ես տեսա բանը բրիտանական հերոստանգերության որևէ հարթակ, մի հարթակ եւ լեհական պետական հերոստանգերությունը։ Երևի չգիտեմ ինչ տեղ ունեցավ, երկուսի խնդրանքով ես կարճ հարցազրույց տվեցի եւ ասեցի, որ օրվա քաղաքական ուժի հաջողությունը, քանի որ ես հաղթանակ բառը չեմ օգտագործում, օրվա ուրեմն ղեկավար քաղաքական ուժի հաջողությունը այս ընտրություններում կասկած չի առուցում։ Դա մոտավորապես եղել է ժամը 17-ի սահմաններում։ Այնպես որ ասում եմ, ասել, որ մեր ընտրությունները կարող են ստվեր գցել ժողովրդավարությանը, ընդհակառակը մեր այս ընտրությունները ավելի ամրապնդեցին մարդկանց այն մտայնությունը, որ ժողովրդավարությունը հետ ճանապարհ չունի։ Այլևս ես սկսեցի կառավարության ղեկավարին կրկնակի եռակի ավելի շատ հարգել, երբ որ ամիսներ առաջ, շաբաթներ առաջ ինքը ասում էր, որ չի կարող մեկ քվե կեղծ լինել քվեատուփում, չի կարող օգտագործվել, չգիտեմ, գերազանցվեր կամ ուրեմն վերազանցվեր, չգիտեմ, ուժային կառույցների լծակները եւ այլ ուրեմն գործիք հակած, որին տիրապետում են պետական առումով, շատ դեպքերում ես ուրեմն ունեի ներքին մտահոգություն, որ կարող է սա ասում է զուտ ասելու համար, բայց ես ավելին համոզվեցի, որ այո, վարչապետը մնաց իր մտածելակերպի բարձունքում։ Սաֆարյան, շարունակելու եք նորից քննադատորեն վերաբերվել այն բոլոր հարցերին, որոնք կտեսնեք, որ ճիշտ չեն թանում կամ ինչ որտեղ շտկումների կարիք ունեն։ Եթե չասեիք նորից, ես պիտի ասեմ ոչ թե նորից, այլ ավելի խիստ, որտեղ ես նախորդ իմ գործունեության մեջ մինչև 3 պիտի ասեմ շատ բաներ չեմ նկատել, ոչ թե արհեստական կերպով կամ դիտավորյալ չեմ ասել, այլ չեմ նկատել, բայց վերջին շփումները հատկապես տեղահանված բնակիչների հետ կապված, որ ես դուք գիտեք եղել եմ բոլոր մարզերում, նաև այն, որ նաև կառավարության փոխղեկավարը, փոխվարչապետի հետ քննարկել ենք այսպիսի հարցեր, ոչ թե քննարկել ենք, զրուցել ենք, նաև այն, որ գիտեք, ես եմ առաջինի եթերից նշեցրել այն միտքը, որ կառավարությունը առաջիկա 10 տարում ավելի քան 800 միլիարդ դրամ է ծախսելու տեղահանված բնակիչների տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ, հաստատ համոզված եղեք, որ բանակի հետ կապված կրթության, նյութական հուշարձանների վերականգնման, հակակոռուպցիոն քաղաքականության հետ կապված իմ մոտեցումը լինելու է ուրեմն անողոք, լինելու է աննահանջ եւ լինելու է անհաշտ, ընդհակառակը, եթե վարչապետը, որը քաշ գիտակցում է, որ իրավունք չունի մեզ անընդհատ կանգնեցնել անհարմար դրության մեջ, չէ, իր ավելորդ indulgent, չէ, տոլերանտ լինելով, դա արդեն մեր կողմից չդիտվի իր հանդեպ հարգանք։ Եթե չլներ այդ մոտեցումը, մենք բոլորս կլինենք հուսախաբված, որովհետև ինձ տասնյակ հազարավոր, եթե ոչ 100 հազարավոր մարդիկ ինձ ասել են, որ
տեսեք, եթե պիտի կրկնվի նախորդը, եթե երկիրը թալանածները, բյուջեն թալանածները, բանակը թալանածները, Երևանի կենտրոնում օրը ցերեկո մեր խաղաղ բնակիչներին սպանածները, մեր պետականությունը գլխատազները պիտի դարձյալ օրը ցերեկո հանդես գան ցանկացած ցինիկ արտահայտություններով եւ տեսեք, ասենք, որ ասում եմ, չէ, մեկը մի ընտանիքի զավակ է, որը պետական համալսարանում մի քանի միլիոն դոլար է կուտակել, մեկը մի ընտանիքի զավակ է, որի հայր լինելով բարձր դիրքի մի քանի 100 միլիոն դոլար փող ունեն, եթե նրանք սկսեն իրենց ճիշտ գործունեությունը, ապա նրանք առաջինը այս հարցերը պիտի բարձրացնեն իրենց ծնողների առջև։ Այլ տարբերակ մեր ժողովուրդը չի ներելու։ Այլ տարբերակ, ես ինչու համար եմ սա ասում, որտեվ խոսքի մենք բոլորս էլ այսօր աշխատում ենք, եթե մենք տանում ենք մի որոշակի գումար մեր հարազատների համար կամ մեր զավակների համար, մենք նաև պիտի պարտադիր կերպով ասենք, որ սա ինչպես է գոյացել։ Իմ քննադատությունը լինելու է շատ տեղին, կառուցողական եւ նաեւ անհաշտ։ Ես սա կարող եմ ասել եւ նաեւ ես ինչու համար վարչապետի ԿՊ-ի հանրահավաքը կարծեմ ամսի 5-ին եղավ, ես ամսի 5-ին ամբողջ այդ հրապարակը, սկսած գլխավոր դատախազությունից, սկսած այդ Տիգրան Մեծ փողոցից, Արամ Մանուկյան բանից, չէ, մետրոյի Կանգառից Հանրապետության եւ այդ Ցումից կամ Ամիրյան փողոցից ոտով շրջվել եմ շուրջ 2 ժամ։ Տեսնեմ իմ հայրենակիցներից քանիսն են մասնակցում հանրահավաքին։ Եվ ես առնվազն մի քանի 100-ի, միգուցե բոլորին չեմ ճանաչում, բայց մի քանի 100-ի ես հանդիպեցի եւ պիտի ասեմ, ես տեսա, որ մեր աշխատանքը ինչ որտեղ դեր է կատարել։ Նաև այդ ուղղությամբ իմ աշխատանքը լինելու է տասնապատիկ անգամ ավելի շատ, որտեղ արցախցիները, Լեռնային Ղարաբաղի բնակիչները պիտի լծվեն, պիտի անպայման ինտեգրվեն Հայաստանի տնտեսությանը եւ նաև մի անգամ կարծեմ ձեր եթերից կոչ եմ արել, կրկին ու կրկին կոչ եմ անելու, որ այն արցախցիները, որոնք ունեն փառահեղ անցած ճանապարհ, սկսած 70-80-ական թվականներից առ այսօր իրավունք չունեն լռելյային կերպով տանել, ուրեմն այն մոտեցումը, որ շատ դեպքերում կարծեք թե չափը անցնում է։ Հիմա գիտեք, կարող եք նաև հարցնել Արտուր Օսիպյանի պահով, չէ։ Ուզում եի այդ հարցը ձեզ տալ։ Ուրեմն մի բան ասեմ ձեզ։ Բայց մենք խոսել ենք դրա մասին, դեռ քանի դեռ այդ համոզված եղեք, նորից ասեմ, համոզված եղեք, ես իմ խոսքս ասել եմ, իմ խոսքս ասելու եմ։ Ու հաստատ իմացեք, որ այդ խոսքը ձայն բարբառով հանապատի չի լինելու։ Կարծեմ երեք թե նախորյակին էր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասեց, այդ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի արդյունքում, ճիշտ է թե չէ։ Ես այդպես չեմ կարող պատասխանել, բայց դուք համոզված եղեք, որ ես երբեք չեմ երկնչի իմ խոսքս բարձրաձայնելու եւ տեղ հասցնելու համար։ Դրանում չկասկածեք։ Կսպասենք արդեն։ Չէ, գիտեք ինչ, մարդկային խիղճը այնպեսի մարդուն այնպես կարող է տանջել, որ ոչ մի նյութական, քաղաքական, տնտեսական, բարոյական, չգիտեմ, ցավ չեն կարող դրան հետ համեմատվել։ Այնպես չի, որ մեր տասնյակ արցախցիներ, որոնք թեկուզ ունեն քաղաքական այլ բան, ինչ են ասում, կողմնորոշումներ, հա, էլի հարցեր կան, բայց դա չի նշանակում, որ ուրեմն մենք պիտի ոչ միայն մեր քաղաքական գործունեությունը ծավալենք զուտ քաղաքական հարթակներում, այլ նաև անպայման դա պիտի ուղեկցվի հումանիզմով եւ նաև բարոյական արժեքներով։ Պարոն Սաֆարյան, մենք հնարավորություն կունենանք հետևելու իրադարձություններին անդրադառնալու եւ վերջին հարցս մեր ժամանակը մոտենում է ավարտին, շատ հակիրճ եթե կարող եք։ Այն ուժերը, որոնք չանցան այս ընտրություններում, փոքր ուժերը, դրանց մասին ինչ կասեք։ Նախ ասեմ հետեւյալը, իմ ընկերները կես կատակ, ավելի շատ կատակով մի 10 օր առաջ, 15 օր առաջ ասում են, բամս 7-ից հետո դուք ինչ եք անելու, իբրև կարող է պատահի այն քաղաքական կրեդոն, որ ես ունեի, կարող է պատահի մի պաշտոն ունենաք։ Չէ, պաշտոնի մասին չէր խոսքը, որ
կարող է պատահի հակառակ բան այդ ֆիդբեքը լիներ, ասենք թե անհաջողությունը։ Գիտեք ինչ եմ պատասխանել, որտեղ հաշվի առնելով, որ ասենք մեր հանրային հարթակներում կամ մարդկանց հետ շփվելուց ինձ բավականին շատ մարդիկ են մոտենում կամ շատ մարդկանց հետ եմ շփվում, նաև ես գիտեք, դուք լավ գիտեք, որ ես շատ օտար տերմինով ասեմ sociable man եմ, կոմունիկաբելն եմ, ասեցի գիտեք ինչ եմ անելու, ասեցի ինչ, ասի ավելի փողոցներով ման եմ գալու, գլուխս բարձր եւ ավելի հպարտ։ Քանի որ ես ընդամենը ցանկացել եմ, որ մեր պետականությունը կայանա։ Չնայած ես ասում եմ, որ այսօր էլ քաղաքում քայլելուց տեսա շատ մարդկանց, որոնք դարձյալ այն հարգանքը, որ իմ հանդեպ դրսևորվում է առօրյա կյանքում, ավելի կրկնապատված ձևով, բայց տեսա հարցի մյուս կողմն է, ես կարծում եմ, որ հարցներ այդ փոքր ուժերը, որոնք չարցան։ Տեսեք, ես ասեմ, որ միգուցե Արման Բաբաջանյանի հետ կապված, միգուցե հատկապես Հանրապետություն կուսակցության հետ կապված, էլի ուժերի հետ կապված, Գուրգեն Սիմոնյանի ուժերի հետ կապված, որտեղ իրենց ես ճանաչելով, եւ նաեւ էլի կան մարդիկ քաղաքական դաշտում, որ կարծում եմ իրենց խոսքը պիտի ասեն մեր պետության կառուցողական, մեր պետության ուրեմն շահերից ելնելով իրենց ձայնը միշտ պիտի բարձրացնեն։ Ես երբեք չեմ դադարի Սուրեն Սուրենյանցի հետ փայլուն հարաբերություններ ունենալուց։ Ես երբեք չեմ դադարի Օնկոլոգիա ինստիտուտի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանի հետ փայլուն հարաբերություններ ունենալուց ընդհակառակ անընդհատ պիտի շնորհակալություն հայտնեմ։ Ես երբեք չեմ դադարի էլի ընկերներ կան, այդ թվում նաև ուժեղ Հայաստանի մեջ, որոնց ես չեմ կարող ասել մոլորված են, դա իրենց քաղաքական կողմնորոշումն է, բայց ուժեր կային, որոնք գիտեք ինչ, շինծու էլի, այսպես արեստացին ուժեր էին, դրանք ստեղծվել էին մի հարթակում, որտեղ ձախողված նախկինում տասնամյակներ շարունակ ձախողված քաղաքական ուժերը փորձ են արել դիվիդենդներ շահել եւ ուժեղ Հայաստանին անդամագրվելով եւ Հայաստան դաշինքին անդամագրվելով։ Այս սա է վատը, որ մենք բոլորը տեսնում ենք։ Ես ձեզ կարծեմ նախորդ անգամ էլ ասեցի, չէ, երբ որ Շարմազանովը ասում էր, որ Հայաստանի քաղաքական կյանքի բոլոր վճռական որոշումները առաջիկա 20 տարում թե 15 տարում ընդունվելու է Մելիք Ադամյան փողոցում, հա, որտեղ տեղակայված է Հանրապետական կուսակցությունը։ Դե տեսնում եք, որ ինչ է տեղի ունենում։ Նաև իմ խորհուրդս մեր երիտասարդ ուժերին ես պիտի ասեմ նաև, որ երբեք չպետք է գերազանցել հանրային քաղաքական դաշտում իրենց վերապահված եւ օրենսդրական եւ իշխանական լիազորությունները։ Երբեք ժողովրդի կողմից տված վստահությունը ամեն ինչից բարձր է։ Այն, որ ասում են ժողովրդի ծառա, դա հենց այնպես չեն ասում։ Հիմա եթե իշխանությունը չունենա 2/3-ը, որը անցկացնի ազգային ժողովում այնպիսի օրենսդրական, չէ, որոշումներ, որը պահանջում է սահմանադրությունը, չէ, կամ ասենք Սահմանադրության փոփոխության խնդիր կամ տարբեր, որտեղ դե գիտեք, սահմանադրության փոփոխությունը միակ հանրային ինչպես համաժողովրդական քվեարկության բալնում։ Դուք հիշում եք այն արատավոր երևույթները, որ կատարվում էր նախորդ 30 տարիների ընթացքում, կարծեմ մեր քաղաքական գործիչներից մեկն էլ դիպուկ կերպով Հմայակ Հովհաննիսյանը, թե չեմ սխալվում, երբ որ մի խմբակցությունից տեղափոխվում է մեկ այլ խմբակցություն, անվանեց անասնագողություն։ Մի քիչ բան է, չէ՞։ Ես կուզենամ, որ այդ անասնագողությունը այս անգամ չլիներ։ Ես կուզենամ, որ այս անգամ լիներ ընտրություն, որոշումների կայացում, կառուցողական դաշտում, որովհետև նախորդ խորհրդարանը 21-26 թվականի խորհրդարանը հատկապես ընդդիմության կողմից օգտագործվեց ճակերտավոր ընդդիմության կողմից միայն ու միայն աշխատավարձ ստանալու, միայն ու միայն տապալելու խորհրդարանի օրինական ընթացքը։ Հետևենք զարգացումներին, շնորհակալություն եմ հայտնում պարոն Սաֆարյան Ես եմ շնորհակալ համար։ Հարգելի հայրենակիցներ, մեր եթերում այս պահին գովազդ, որից հետո մեր հաղորդումը համարում ենք ավարտված։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։